Հույսով եմ լավ եք և Տիրոջ շնորհքով ևս մեկ առիթ ունենք իր առաջ գալու։ Փառք եմ տալիս Տիրոջը, որ առիթ ունեցանք այս 3 օրերի ընթացքում ծառայել արցախցիների մեջ ու Աստված ինքը գիտի ինչպես հենց հանված խոսքը, որ փոխանցվել է, ինչպես է աճեցնելու և ինչպես է գործածելու, մեզանից ուղղակի հասնում էր այդ ամեն ինչը փոխանցել, աղոթել և գուցե նաև որոշ առումով օգնել, որպեսզի աճեն, որովհետև մենք էլ ժամանակին կարիք ունեինք որպես երեխաներ, որպեսզի մեզ մեկը այցելի, մեկը հոգ տանի, աղոթի, մտածի ու կուզենամ, որ դուք էլ ամեն մեկը ձեր վրա որոշակի պատասխանատվություն վերցնեք գոնե ինչ-որ մեկի համար։ Ես այս օրինակը կրկնում եմ, բայց հիմա էլ նույնպես կասեմ, պատկերացրեք, եթե մենք տարվա ընթացքում գոնե 1 հոգի կարողանանք բարձրացնենք։ Հավատացնում եմ ձեզ 1-2 տարի հետո արդեն այս դահլիճը կարիք կլինի փոխելու։ Բայց իրականությունն այն է, որ շատ դեպքերում 1 տարին անցնում է և մենք առիթ չենք ունենում գոնե 1 հոգու բարձրացնելու, գոնե 1 հոգու ճշմարտությունը ավետարանը քարոզելու, այո, փրկությունը մեր ձեռքերում չի, դա միանշանակ այդպես է, Աստված ինքն է իր ողորմությամբ այցելում և շատ դեպքերում նույնիսկ այն ավետարանը, որ քարոզվում է, դիմացինի ոչ թե փրկության համար է քարոզվում, այլ դատապարտության համար, բայց այնուամենայնիվ Ես ձև ասեմ, ես կարծում եմ, որ մեզանից շատ-շատերը նույնիսկ ավետարանը չի քարոզում ու խնդիրը դրանում է, որ շատ դեպքերում մենք մեր կողմից ինչ-որ քայլեր չենք տեսնում ու քայլեր չենք անում։ Այնպես որ քաջալերեմ, որպեսզի ձեր հոգևոր կյանքում ոչ միայն գիտությամբ աճեք, այլ նաև այդ գիտությունը գործածեք, կիրառեք ձեր կյանքերում։ Որովհետև եթե մենք ինչ-որ մի բան սովորում ենք և այդ սովորածը մեր կյանքում չենք կիրառում, խնդրի առաջ ենք կանգնելու, ինչու որտև հետո Տերը մեզանից պահանջելու այն ամեն ինչ, որ սովորեցինք, ինչու չենք վարվում, այնպես, ինչպես որ հարկն էր, ինչպես որ ճիշտն էր։ Դրա համար մտածեք այս ուղղությամբ, աղոթող եղեք, որպեսզի իրապես ամեն մեկս Տիրոջ առաջ պտղատում լինենք։ Ու այդ պտուղը ոչ միայն գալացողների հետ է կապված, այլ ընդհանրապես մեր կյանքի հետ կապված, ինչպիսի վարք ունենք, ինչպիսի ընթացք ունենք, ինչպես ենք սիրում, ինչպես ենք Տիրոջ համար գործում, ինչքան ենք լավագույնն անում մեր կյանքում։ Սա է այն պտուղը, որ Տերը մեզանից ակնկալում է և ակնկալում է, որ մենք շատ պտուղ բերենք իր փառքի համար։ Թող Տերը օրհնի բոլորիդ։ Շարունակելու ենք Մատթեոսի ավետարանի մեր քարոզչությունը, 5-րդ գլուխն ենք, գիտեք, լեռան քարոզն ենք միասին ուսումնասիրում և լեռան քարոզը բավականին կարևորագույն տեղ ունի Մատթեոսի ավետարանում և առհասարակ մեր հոգևոր կյանքում, ինչու, որովհետև Հիսուս Քրիստոս ցույց է տալիս այն խորքը, այն ներքին փոփոխությունը, որը որ մեր կյանքում պետք է իրականություն դառնա։ Ինչու, որովհետև նորից մենք փարիսեցիների նման կարանք արտաքնապես որոշակի փոփոխություններ, կոսմետիկ փոփոխություններ անել։ Բայց ներքին եթե փոփոխություն չկա, այդ կոսմետիկ փոփոխությունը զզվելի է Աստծո առաջ։ Ինչու եմ ասում, որովհետև մենք սկսում ենք երեսպաշտությամբ զբաղվել։ Այսինքն մի բան ենք անում, որը որ մեր սրտում չկա, այդ փոփոխությունը, այդ կյանքը չկա, բայց մենք ինչ ենք ալի։ Մենք ցույց ենք տալիս։ Մենք ցույց ենք տալի, որ հոգևոր ենք, մենք ցույց ենք տալի, որ բարեպաշտ ենք, մենք ցույց ենք տալիս, որ հետևում ենք Քրիստոսին, բայց ոչ միայն չենք հետևում, այլ նաև Քրիստոսին չենք էլ ճանաչում։ Եվ սա Աստծուն զզվելի է եւ հաճելի չէ։ Այս կարգավիճակում էին գտնվում փարիսեցիները եւ շատ դեպքերում ինչ որ կարդում ենք,
Լեռան քարոզի շրջանակներում հենց հանդիմանություն էր փարիսեցիականությանը, այսինքն արտաքնապես ինչ որ փոփոխությանը, բայց այն ինչ որ ներքին մեր կյանքում չկա։ Եվ դրա համար ամեն իրավիճակում, երբ որ ռեալ տեսնում ենք, որ Աստծո խոսքը մեզ հանդիմանում է, ինչ անենք, աղոթենք, որպեսզի Տերը մեր սիրտը փոխի, որպեսզի մեր կյանքում արմատական փոփոխություններ լինեն, եւ սրան պետք է ձգտենք ամեն մեկս մեր հոգեվոր կյանքում։ Մինչև բուն թեմային անցնելը, ուզում եմ հիշեցնեմ մի պատմություն, որը որ վստահ եմ լսել եք եւ գիտեք, դա մի կաթիլ մեղրի պատմությունն է։ Մի կաթիլ մեղրի պատմությունը գիտեք ինչպես է սկսվում, որ մի գյուղից մյուս գյուղ մի անձնավորություն է գալիս իր շան հետ եւ մտնելով խանութ ուզում է առնել մեղր։ Խանութում մեղր կար եւ այս խանութպանը վերցնում է գդալը, որպեսի մեղրը լցնի եւ գրված է, որ այդ մի կաթիլ մեղրի վրա գալիս հանկարծ մի հատ ճանճ է նստում։ Խանութի կատուն վազելով գալիս է, հարվածում է այդ ճանճին, իսկ այդ ընթացքում, երբ որ կատուն դուրս է գալիս, այս մարդը, որ եկել էր այդ մեղր առնելու, այդ մարդու շունը կատվին խեղդում սպանում է։ Խանութպանը կամ խանութի տերը բարկանում է կատուս, հարվածում է շանը, շանն էլ տեղ են սպանում, հետո արդեն այս մարդն է սկսում բողոքել շունը, եղած չեղածս, ինչ է սկոմենկոմ, խփում է խանութ պանին, դրանից հետո ողջ գյուղն է կանգնում, հետո այն մյուս գյուղն է կանգնում, հետո արդեն երկու թագավորներն են սկսում կռիվ անել, որտեղ այդ գյուղերից տուրք ունեին, ու տեղից սկսվում է պատերազմ ու երկարաժամկետ խնդիրը։ Ու տեղից ընդամենը երկու քառատող կան, ու քառատող չի մի քիչ ավելի է, ուզում եմ ընթերցեմ։ Տեսեք, այդ ամեն ինչը արվում էր հետևյալ արտահայտությամբ։ Հանուն պատվի, արդարության, հանուն թափված անմեղ արյան, հանուն ազատ մեր աշխարհի, հանուն Աստծու եւ իր փառքի, բարձրացնում ենք մեր ձայն նահա։ Ուշադրություն դարձնում եք, իրանք չեն ասում, որ այս ամեն ինչ որ անում ենք, ինչ որ ոչ պետքական բաներ այդ մի կաթիլ մեղրի համար չենք անում։ Տեսեք ինչ բառեր են ասում, հանուն պատվի, արդարության, հանուն Աստծո, իր փառքի։ Ու այս ամեն ինչի մեջ ամենավերջում հետևյալ խոսքերն է գրված։ Իսկ մնացած մարդիկ իրար հարցնում էին սարսափահար, թե որտեղից արդյոք ծագեց այս ընդհանուր աղետը մեծ։ Գիտեք, մեր կյանքում սա շատ դեպքերում իրականություն է դառնում։ Այո, այստեղ մի քիչ ոնց որ ասում է հիպերբոլ, այսինքն ծայրեղության է ներկայացված, որ ամեն ինչը գնում է, բայց սա իրականություն է մեր կյանքերում։ Իրականությունը շատ դեպքերում եկեղեցիներում, իրականությունը մեր ընտանիքներում, ամուսին ու կին հարաբերությունների շրջանակում, երեխաների մեջ, հասկանում եք, ու գիտեք խնդիրն ինչումն է առաջ գալիս, երբ որ մի հատ այդ փոքրիկ հարցին մենք չենք ձգտում դեպի հաշտության։ Մենք չենք ձգտում, որպեսզի այդ հարցը արագ կերպերով, ճիշտ ձևերով լուծվի։ Երբ որ թողնում ենք ժամանակի վրա եւ փնտրում ենք ամեն մեկս մեր ինչը, մեր ճիշտը, մեր արդարությունը, մեր նպատակները եւ սրանից էլ առաջ են գալիս այդ մի կաթիլ մեղրի պատմությունները։ Այսօր խոսելու ենք հենց հաշտության ձգտում ունենալու մասին։ Հաշտություն թե մարդկանց եւ թե Աստծո հետ։ Եկեք ընթերցենք միասին Մատթեոս 5-րդ գլուխ 23-ից 26 համարներն ենք ընթերցելու։ Մատթեոս 5-րդ գլուխ 23-ից 26 համարները։ Արդ եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես, ու այնտեղ հիշես, որ քո եղբայրդ քո դեմ որևիցե բան ունի, թող քո ընծան այնտեղ սեղանի առաջ եւ գնա, նախ եղբորդ հետ հաշտվիր, ապա արի քո ընծան մատուցիր։ Փութով հաշտվիր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես։ Գուցե նա քեզ դատավորին հանձնի, իսկ դատավորը դահճին, եւ դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման չվճարես։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս իրապես այս հնարավորության եւ այս առիթի համար,
որ կարող ենք եւս մեկ անգամ գալ քո առաջ մեծարանքով, փառաբանությամբ, Տեր Աստված աղոթքով, խոսքդ ուսումնասիրելու Տեր Աստված, քեզանից առնելու այն ճշմարտությունները, որով որ փոխանցեցիր եւ որով որ պետք է մեր կյանքում առաջնորդվենք Տեր։ Մեզ ների ողորմիր, որտեղ շատ դեպքերում Տեր Աստված չենք վարվում այնպես, ինչպես որ դու ես կամենում։ Չենք ձգտում հաշտության, այլ Տեր Աստված շատ դեպքերում կռիվներ, բաժանություններ, պատերազմներ, որոնք որ քեզանից չեն եւ քեզ հաճելի չեն Տեր։ Մեզ ների եւ օգնի, որ այն ամեն ինչ որ կսովորենք, քեզանից առնենք եւ մեր կյանքերում կիրառենք քո անվան ու փառքի համար Տեր Աստված, որպեսզի պատրաստվենք, նմանվենք քեզ, որ երբ որ ժամանակը գա, կամ մեզ կանչես Տեր Աստված, քո առաջ կանգնենք պատրաստված։ Եկեղեցիդ օրհնիր, սրբացրու Տեր եւ դու փառավորվիր Հիսուսի անունով ամեն։ Գիտեք, այս երկու իրավիճակները իրականում նկարագրում են կարևոր մի բան, որ հաշտությունը ավելի կարևոր է, քան ընծան։ Հաշտությունը ավելի կարևոր է, քան թե ձեր ծառայությունը։ Հաշտությունն ավելի կարևոր է, քան թե ձեր քարոզները եւ ձեր խոսքերը։ Ինչի որովհետև այդ հաշտության ձգտումը իրականում ցույց է տալիս ձեր սրտի կարգավիճակը։ Ինչու որովհետև եթե սրտիս մեջ այդ փափագ այդ ցանկությունը չունեմ հաշտվելու, ուրեմն ինչ որ խնդիր ունեմ իրականում իմ կյանքի իմ ընթացքի մեջ։ Արդեն իսկ սրա մասին ասել ենք, բայց Հիսուս Քրիստոս երբ որ պետք է ծնվեր, Հիսուս Քրիստոս անվանվեց խաղաղության իշխան։ Եվ եթե մենք այդ խաղաղությունը ճաշակել ենք Աստծո հետ, մենք այդ խաղաղությանն ենք ձգտելու։ Այսօր գնալով լսում ենք նոր պատերազմներ, նոր խնդիրներ, նոր լարվածություններ, նոր կարծես շատերը խոսում են, որ երրորդ համաշխարհային պատերազմը արդեն բավականին մոտեցել է իրավիճակը, այս ամեն ինչը, եւ սա ցույց է տալիս, որ ամեն բան ընթանում է այնպես, ինչպես որ Աստծո խոսքն ասել էր։ Բայց այն ամեն ինչ որ կատարվում է աշխարհում, մեր կյանքում այն իրականություն չպիտի լինի։ Այդ նույն կռիվները, այդ նույն բաժանումները իրավունք չունեն նաև ներկա լինելու մեր եկեղեցական կյանքում։ Ոչ միայն եկեղեցական կյանքում, այլ նաև մեր ապրելակերպում, սովորական մեր առօրյա ընթացքում, երբ որ մենք առնչվում ենք ոչ միայն հավատացյալների, այլ նաև անհավատների հետ։ Այստեղ տեսնելու ենք երկու իրավիճակներ։ Եվ իրավիճակներից մեկը հետևյալն է. հաշտություն, երբ գուցե դու մեղավոր չես։ Հաշտություն, երբ գուցե դու մեղավոր չես։ 23 եւ 24 համարները եւս մեկ անգամ ուզում եմ ընթերցել։ Արդ եթե սեղանի վրա քո ընծան մատուցանելիս լինես, ու այնտեղ հիշես, որ քո եղբայրը քո դեմ որևիցե բան ունի։ Հիմա տեսեք, հենց ամենասկզբից Մատթեոս ավետարանիչը ներկայացնում է մի իրավիճակ, որը որ բավականին հայտնի էր հրեաների համար։ Ինչու որովհետև իրանք ունեին ժամանակահատվածներ, երբ որ վերցնում էին զոհը, տանում էին տաճար եւ տաճարում պետքա զոհբերություն կատարվեր։ Մեղքի թողության համար, գուցե երեխայի ծնունդի հետ էր կապված, այսինքն շատ տարբեր իրավիճակներում կար զոհբերություն կատարելու ժամանակահատված։ Եվ հիմա այստեղ Մատթեոսը նկարագրում է մի իրավիճակ։ Պատկերացեք, մարդը վերցրել է գառան, մարդը վերցրել է ինչ-որ մի զոհ եւ տանում է որպեսի մատուցանի։ Արտաքնապես կողքից նայեք, ինչի է նման։ Հոգևոր, sense շատ լուրջ ծառայության, ճիշտ է։ Մեկի որ պատրաստ է գնա ու տաճարում ծառայություն անի, զոհաբերություն կատարի։ Փարիսեցիները ասեմ իմանաք, որ այս ընթացքում բավականին լավ էին։ Իրանք այս ամեն ինչի մեջ էին, իրանք էին, որ սա ցույց էր տալի իրանց այդ ծիսական արարողությունները, այդ ողջ ընթացքը, հոգևոր արտաքին այդ տեսքը։ Մասնակցում ես ծառայության, Տիրոջը համար զոհ ես մատուցում։ Եվ հիմա եկել ես տեղդ հասել ես, ու ասում ես ինչ ես հիշում հանկարծ, որ քո եղբայրը քո դեմ որևիցե բան ունի։ Հիմա տեսեք,
Երբ որ ասում է քո եղբայրը քո դեմ որևիցե բան ունի, մենք արդեն խոսեցինք, եղբայր հասկացողությունը մի ակնկալեք, որ մենակ հոգևորների մասին է խոսքը գնում։ Այստեղ հрьяաների կոնտեքստում է խոսքը գնում ընդհանրապես։ Որևիցե մեկը քո դեմ բան ունի։ Եկել ես Տիրոջը ծառայություն մատուցանելու, լավագույնը տանելու, ընծա տալու։ Եվ լսում ես կամ հիշում ես, որ որևիցե մեկը քո դեմ խնդիր ունի։ Տես, այդ խնդիրը կարա լինի թե տեղին, եւ կարա լինի ոչ տեղին, այսինքն ընդհանրապես դա քո հետ կապ չունի, բայց որևիցե մեկը, որևիցե բան է լսել քո հետ կապված ու քեզ հետ խնդիր ունի։ Դու գիտես դրա մասին, որ դիմացինը քո հետ հաշ չի, հարց կա, վեճ կա, չլուծված խնդիր կա։ Աստծո խոսքը ինչ է ասում։ Թող քո ընծան այդ սեղանի առաջ եւ գնա։ Որն է կարևոր այս պայծրությամբ Աստծո համար։ Այդ զոհաբերությունը, այդ ընծան, այդ ծիսական արարողությունը, արարքները, քայլերը, թե գործնական քայլը, որին որ մենք նմանվում ենք Քրիստոսին։ Գիտեք, 5 տականում պահ կար, որ Աստված ասեց արդեն հոգնել եմ ձեր զոհաբերություններից, ձեր այդ ոչխարներից, այդ ամեն ինչից արդեն հոգնել եմ, զզվել է այդ ամեն ինչը։ Ինչու որտեվ ներքին փոփոխություն, ներքին դարձ, ներքին ապաշխարություն չկա, արտաքին ինչ որ բաներ է կանում։ Դե պետք է գար բերեմ, հարց չկա, գարը կբերենք, հեշտ է։ Նույնն էլ նաև մեր կյանքում է։ Հեշտ է, ասել դե ծառայում ենք, դե էս կանենք, այն կանենք, հիմա չենք ուզում քայլ անենք, ինչի, որտեվ անհարմար իրավիճակ է։ Գուցե գնամ խոսեմ իրականում պարզվի, որ մեղավոր եմ, գուցե պարզվի, որ իրապես դիմացինին նեղացրել եմ, չենք ուզում, ասում ենք շարից, փորձանքից ինչ, հեռու, ես իմ կյանքով կապրեմ, ոչ մեկ կխառնվեմ, ոչ էլ, դե իրա խնդիրն է, ես ինչ անեմ, ինքն է, չէ, ինքը Աստծո հետ հարաբերություն ունի, թող ինքը այդ քայլը անի, եթե ինքը խնդիր ունի ինձ հետ, թող ինքը գա իմ հետ հաշտվի, չէ, մտածում ենք, չէ, սենց այս մոտեցումն ունենում ենք, բայց ցելներ Աստված դες չի ասում։ Ասում է, եթե գիտեք, լսել եք, որ ձեր դեմ ինչ որ մեկը հարց ունի, խնդիր ունի, գնացեք այդ հարցին լուծում տվեք։ Թեև դուք սխալ չեք, ինչ որ մեղք չեք գործել, ինչ որ հարց այդ առումով ձեր հետ կապված չկա, բայց այնուամենայնիվ սա հաճելի է ում Աստծուն։ Ուրեմն այդ քայլը գնա արա։ Գուցե տեղին չի, որ դիմացինը նեղացել է, գուցե դիմացինի նեղացած լինելը իր հոգևոր տկարության մասին է ասում, բայց դա քեզ չի վերաբերվում։ Գնա փորձի հաշտվել, գնա փորձիր տեսնեն, թե իրականում ինչու՞մն է խնդիրը։ Նորից նման իրավիճակներում պարտադիր չի, որ իրականում դիմացինը ընդունի կամ որևիցե կերպով հարցը լուծվի։ Այսինքն կարող է դիմացինը որևիցե կերպով չլսի եւ այդ նեղվածությունը կամ այդ խնդիրը ընդհանրապես չուզենա այդ հարցին լուծում տա։ Դա նորից մեր խնդիրը չի։ Դիմացինը կների ձեզ, չի ների, հարցը կլուծվի թե չի լուծվի, սա ձեր խնդիրը չի, ձեր խնդիրն է վարվել այնպես, ինչպես որ Աստծո խոսքն ասում է, գնացեք ջանք թափեք, ձեր կողմից լավագույնն անեք, որպեսզի ինչ լինի, հաշտություն լինի։ Մնացածը նորից դիմացինի եւ Աստծո փոխհարաբերության հարցն է։ Դուք ձեր կողմից ձեր քայլն անեք, նորից ոչ թե ֆորմալ։ Լավ, դե գնամ ձևական մի հատ հարցնեմ, ինքն է ձևական պատասխանը այսքանով։ Չէ, իրապես փափագեք։ Ցանկություն ունեցեք հաշտություն ունենալու, ինչի որտեղ սա է Տիրոջ փափագը։ Դրա համար ասում է նախ եղբորդ հետ հաշտվիր, ապա արի քոնցան մատուցիր։ Այս է նույն թեմայի շրջանակներ, ինչ որ մենք խոսում էինք անցած անգամ, եղբորը դեմ, որ ասում է մեղ գործեցիր, չէ՞, ռաքա ասեցիր, այս ասեցիր, այն արեցիր, այս նույն շրջանակում է։ Հիմա ասում է լավ, եթե նույնիսկ դու չես ասել, լսել ես, որ եղբայրդ քո դեմ բան ունի, ինչ արա, գնա ու հաշտվիր։ Ասեմ, որ իրականում երկու կողմին էլ Մատթեոս անդրադառնում է, հիմա եւս մեկ հատված ենք ընթերցելու միասին։ Սա շատ մանրակրկիտ չեմ անդրադառնա, ինչու որտեվ դերևս առիթ կլինի, որ այս հատվածի վերաբերյալ խոսեմ, բայց ուզում եմ, որ տեսնեք տարբերությունը։ 18-րդ գլուխ 15-ից 22 համարները։ Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, հիմա ուշադրություն դարձրեք։ Առաջին կարգավիճակը, դու լսում ես, որ դիմացինը քո դեմ ինչ-որ խնդիր ունի, քեզանից նեղված է։ Երկրորդ իրավիճակը ասում է, երբ եղբայրդ ինչ է անում արդեն իսկ քո դեմ է մեղանչում։
Գնա հանդիմանիր նրան, ուշադրություն դարձնում եք, երկու դեպքում էլ Հիսուս ինչ ասում, դիմացինը գալիս է, չի գալիս, դու ինչ արա, դու գնա։ Գուցե դիմացինը պետքա վարվեր, որովհետև այս երկրորդ հատվածում այս նույն տարբերակն է, չէ՞, ասում է, եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, նշանակում է, որ եղբոր առաջ ես խնդիր ունեմ, չէ՞։ Աստծո խոսքը ինչ ասում են եղբորը, գնա, ինչ արա, հաշտվիր։ Դու գնա հաշտվիր, բայց եթե ինքը չի գալիս, դա չի նշանակում, որ դե պետք է ասես ես անպարտ եմ։ Ես խնդիր չունեմ։ Հիսուս երկու դեպքում էլ հոգևոր հասուն մեկին ասում է. կապ չունի, քո դեմը մեկը մեղ գործել, թե դու ես ինչ որ մեկի դեմ սխալ վարվել, ինչ արա, դու գնա։ Մի սպասիր, մի ակնկալիլ դիմացինին քայլերը, ամեն մեկը ձեր կողմից ձգտում ունեցեք այդ հաշտության։ Հանդիմանիր նրան եւ դու ու նա առանձին լինեք։ Երբ քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։ Այսինքն նպատակը ո՞րն է, որ զուտ ուղակի հանդիմանենք, ասենք ինքը ցածր է, մենք բարձր ենք, նպատակը ո՞րն է, շահել հաշտություն լինի։ Խնդիրը լուծվի, որպեսզի այս ամեն ինչը մի կաթիլ մեղրի պատմությունը չդառնա, որպեսզի իրապես սիրով կարողանանք մեկս մյուսի դեմքին նայենք, բարևենք։ Թող ինքը խնդիր ունենա, դու այդ խնդիրով մի տանջվի։ Ներիր, քայլ արա, ընթացք արա։ Հետո շարունակության մեջ գիտեք, որ ընթացքում ասում է, որ եթե քեզ չլսեց, 2 կամ 3 հոգի վերցրա, եթե 2-3 հոգուն էլ չի լսում, եկեղեցում առաջ կանգնեցրա, եթե եկեղեցու առաջ էլ չկանգնեցնի, համարիր իրան որպես հեթանոս։ Սա այս բոլոր process-ը Հիսուս ցույց տվեց, որպեսզի ինչ տեղի ունենա, հաշտություն։ Որպեսզի հաշտություն տեղ ունենա, որպեսզի մեղքի հարցը լուծվի։ Չենք կարա մենք դրանով ապրենք, չենք կարա հանգիստ քնենք, եթե ես գիտեմ, որ ես ինչ-որ մեկին նեղացրել եմ, կամ եթե գիտեմ, որ ինչ-որ մեկը ինձանից նեղացած է, հասկանում եք, երկու տարբերակում էլ հոգևոր հասուն մարդը պետք է քայլ անի, պետք է ընթացք ունենա, գնա, թեև նույնիսկ եթե դու մեղավոր չես։ Դժվար է ժողովուրդ։ Դե համար Հիսուս այս երկրորդ հատվածում ասեց, որտեղ 2 կամ 3 հոգի իմ անունով հավաքվեն, ես այնտեղ ներկա եմ, գնացեք, դուք մենակով չեք գնալու այդտեղ, Տեր Հիսուս Քրիստոս ձեզ հետ է, որտեղ նա է այս պատվերը տվել, նա է ձեզ մղում, որպեսզի այդ հաշտությունը լինի, նա է ձեզ ուղղորդում, դա այն է, ինչ որ իր ցանկության մեջ է։ Ու այս հատվածի վերջի հատվածն եմ ուզում ընթերցենք միասին։ Երբ որ այս ամեն ինչը լսեցին, Պետրոսը փորձեց առանձնանա, փորձեց որոշակի ճշտումներ մտցնի, 21 համարը։ Այդ ժամանակ Պետրոսը մոտենալով նրան ասաց. Տեր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի անգամ նրան ներեմ, մինչև 7 անգամ հիմա ուշադրություն դարձրեք։ Ինքը համ հարցը տալիս է, բայց նաև որոշակի sense պատասխան է տալի իր տրամաբանության մեջ։ Քանի անգամ պիտի ներեմ, 7-ը վատ թիվ չի, էլի։ 7 հատ ներեմ լավ է, ու սպասվեր, որ հեսա Հիսուս ասել էր, շատ լավ թիվ ես ասում, ապրես, այդ 7 թիվը պահի։ Այդքան ներես հերիք է։ Դե խո մենք ամեն անգամ չենք ներելու, դիմացինն էլ թող ինչ որ քայլեր անի։ Լավ, մի անգամ ներեցիր, երկրորդ անգամ, երրորդ անգամ, տեսեք, 4, 5, 6, 7։ Հիսուս նրան ասաց. Քեզ չեմ ասում մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ 7-ը։ Ստեղ խնդիրը թիվը չի։ Խնդիրն է նա, որ դու այդ կարգավիճակում միշտ պետք է լինես։ Եթե ճշմարտապես դիմացինդ ապաշխարում է, դարձի է գալիս է, խնդրում է ներողություն է, խնդրում ինչ արա։ Նորից ների։ Մենք ինքներս էլ այդ նույն կարգավիճակում ենք գտնվում Աստծո առաջ։ Տերը մեզ քանի անգամ է ներում, սիրելիներ։ 7 անգամ է ներում։ 7 անգամ ներում է, դրանից հետո ասում է վերջ, արդեն չափը անցնում ես, չէ՞ ժողովուրդ, Տերը մեզ ամեն վարքյան, ամեն պահ է ներում։ Որտեղ շատ դեպքերում սխալվում ենք, շատ դեպքերում սխալ վարք ունենք։ Մինչև այսօր, մինչև այս ընթացքը ամեն պահ Տերը մեզ ներում է։ Մենք այդ լավագույն օրինակն ունենք, դրա համար այդ լավագույն օրինակին պետք է ձգտենք։ Չենք կարող նորից մարդկային արդարության տրամաբանության մեջ անենք։ Այդ մի կաթիլ մեղրի մեջ էլ էին հանուն արդարության իրար սպանում։
Հասկանում եք, մենք կարծես մեր արդարությունն ենք փնտրում, բայց շատ դեպքերում մեր արդարությունը, Աստծո արդարությունը չի փնտրում։ Մենք ուզում ենք, որ մարդիկ վարվեն այնպես, ինչպես որ մենք ենք կարծես վարվում։ Չէ, ժողովուրդ ջան, վարվեք այնպես, ինչպես որ Տեր Հիսուս ինքն է ձեզ հետ վարվում։ Ինչպես որ ներում է, ինչպես որ ողորմում է, ինչպես որ գթում է։ Ինչու ներել։ 6-րդ գլուխ 10-15 համարները։ Հայր մեր աղոթքը բոլորս էլ բավականին լավ գիտենք ու կրկնում ենք։ Ասում ենք քո արքայությունը գա, քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, տուր մեզ այսօր մեր հանապազորյա հացը եւ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ ներում ենք մեր պարտապաններին։ Այսինքն այս տրամաբանության մեջ 7 անգամ պետքա լիներ։ 7 անգամ ներեմ Տեր Աստված, դու էլ 7 անգամ ների ու այդքանով կվերջանա։ Մենք շատ դեպքերում այսօր էլ այդ աղոթն անում ենք ու չենք մտածում, թե ինչ ենք ասում։ Հայերն էլ աղոթում են ու չեն մտածում ինչ են ասում։ Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները 14 համարը, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների 15 համարը։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Տեսեք ժողովուրդ, սա չի սովորեցնում մեզ, որ օրինակի համար, եթե մենք չներեցինք, Տեր Աստված մեզ չի ներում կամ փրկություն չենք ունենալու։ Խնդիրը նորից սրա մասին չի, որտեղ գիտենք, որ իրապես եթե հավատացինք, դարձի եկանք, Տերը մեզ փրկում է եւ սրբում է։ Սա ցույց է տալիս մեր կարգավիճակը։ Եթե իրապես սրտիդ մեջ փափակ ցանկություն չունես ներելու, ուրեմն ինչ խնդիր կա։ Գուցե մինչև հիմա Տիրոջը չես ընդունել, Աստծո զավակ չես, որովհետև եթե Քրիստոսինն ես, ձգտելու ես ինչին։ Հաշտության, խաղաղության։ Ձգտելու ես ներելուն։ Դա կատարելություն չի, բայց մենք ձգտում ենք դրան։ Մենք չենք մերժում։ Դիմացինի համար դա չի ներելը, գիտեք ում համար է, մեր համար է, որպեսզի այդ դառնության արմատը մեր սրտում նստած չլինի, եւ ամեն անգամ, երբ որ մոտդ առաջանում է այդ արդարության կոճակը, լույսը, ասում է հանուն արդարության չպետք է ներեմ, հիշեք, որ հանուն արդարության Տերը քեզ պետք է դատապարտեր, բայց Տերը քո նկատմամբ ողորմած գտնվեց։ Դա համար երբ որ կհիշենք, արդեն այդ արդարություն հասկացողությունը, մեր հասկացողությունները, մեր եսը ինչ ենք անում, կողքի ենք դնում, ասում ենք Տեր, հանուն քեզ, հանուն քո սիրո, հանուն քո ողորմության, ես պետք է վարվեմ այնպես, որ թող կարծեն մարդիկ, որ անարդար է, անընդունելի է, ես չեմ կարող կռվարար մեկը լինեմ, ես չեմ կարող այդ քենը, այդ ողը պահողը լինեմ։ Այսօր Արմեն եղբայրը մի քահանայից էր խոսում, նորից տենում է այս վերջերս մի այս ձևի քարոզ էր տալի քահանա, ու քարոզի վերնագիրն է վրեժ։ Ու տակը խոսում է, փորձում է բացատրի, ասում է, այո, ճիշտ է, Աստծո խոսքն ասում է վրեժը Աստծունն է, բայց էդի Աստծո էությունն է, բնությունն է, ու մենք էլ պարտավոր ենք այդ ամեն ինչը կատարելու, հետևաբար Աստված իր վրեժը կատարում է մեր միջոցով, պետք է գնանք ու վրեժ լուծենք։ Ու ասում եմ, ժողովուրդ ջան, ասենք մի հատ կողմնորոշվեք, էլի, ասում եք վրեժը Աստծունն է, թե հիմա վրեժը մարդունն է։ Ու նորից սկսին էլի մարդիկ հարցակվել, աղանդավորներ, էսա, խոսքը ծռում եք, իրավունք չունեք, մեր եպիսկոպոսի խոսքին հակառակվեք, բանեք։ Հասկանում եք, սրա մեջ ենք մենք ապրում, որ մարդիկ ծռում են խոսքը եւ այդ վրեժը կարծես մարդկային արդարությունը փորձում են առաջ բրթեն ու պատրաստ են ամեն ինչ փոխելու, խոսքը փոխելու ու արդարացնելու են ամեն բան Աստծո խոսքով, ինչպես որ Թումանյանն էր գնում, հանուն Աստծո, հանուն իր փառքի։ Մենք էլ ենք հանուն Աստծո, հանուն իր փառքի իրար տալի գլուխ ջարդում, էլի, փոխաբերական իմաստով։ Նեղացնում, բաժանում մտցնում, չենք ուզում որևիցե կերպով հաշտվենք։ Ու այս ամեն ինչը հանուն Աստծո է, էլի, ճակերտներում։ Սիրելիներ, պետք է ձգտենք խաղաղության ամեն դեպքում, որտեվ մենք խաղաղության որդուն ենք հետևում, որտեվ այդ խաղաղությամբ ենք մենք առաջնորդում, որտեվ այդ խաղաղությունը մենք ստացանք Աստծուց։
Եվ պետք է նմանվենք իրեն։ Դե համար Հիսուս խաչի վրա վրեժ չէր ասում։ Հիսուս խաչի վրա կրակ չէր իջեցնում։ Ինչպես որ որոշ իր աշակերտներ, երբ որ մերժեցին, Հովհաննեսներ, մեկ էլ ինչքան հիշում եմ, եղբայրն էր Հակոբոսը, ասեց երկնքից ասենք կրակ իջնի բոլորին վառի։ Հիսուսն ասում է, չգիտեք ում ինչ հոգուց եք։ Չգիտեք ինչ եք խոսում, ինչ եք պատկերացնում։ Արդյոք Քրիստոսից մենք դա ենք տեսել, ժողովուրդ։ Մեկը մեր ոտքը տրորի պատրաստ ենք արդեն սուրը առնել ու սկսել աջ ու ձախ փրթել։ Չէ, ժողովուրդ։ Քրիստոսի զավակը ձգտում է հաշտության։ Երկրորդ իրավիճակին անդրադառնանք։ Հաշտություն, երբ մեղավոր ես։ 25-26 համարները։ Փութով հաշտվիր կամ շուտով հաշտվիր քո հակառակորդի հետ։ Քանի դեռ նրա հետ ճանապարհին ես, գուցե նա քեզ դատավորին հանձնի, իսկ դատավորը դահճին եւ դու բանտ կնետվես, ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչեւ վերջին լուման վճարես։ Ասեմ, որ այս հատվածը կարանք երկու կերպով էլ մեկնաբանենք կամ ընդունենք։ Առաջինը որպես կոնկրետ գործնական խորհուրդ Հիսուսի կողմից, որ իրականում պետք է հաշտության ձգտենք գործնականում, եւ երկրորդը դա օրինակ լինի մեզ համար, թե մենք պետք է հաշտության ձգտենք Աստծո առաջ։ Առաջինը տեսնենք, որ իրականում նման իրավիճակներ կարող էին տեղի ունենալ, թե հռոմեական օրենքի մեջ, թե հրեական օրենքի մեջ։ Հռոմեացիների մոտ կար այս ձևի օրենք, որ արտարոց դեպքերում հնարավոր էր ձերբակալել հանցանք կանտարողին եւ տանել դատարան, այսինքն հնարավորություն ունեին այդ պայդրությամբ կապելու եւ տանելու հատուկ թույլատրություն չունենալով։ Եվ հիմա այդ իրավիճակը պատկեցեք, Յասուար ասում է, երբ որ այս ընթացքի մեջ եք, դեռևս ինչ հնարավորություն կա հաշտվելու, թեևս խնդիր կա, ինչ որ ձևով պարտք ես, ինչ որ խնդիր կա, ինչ որ հարց կա չլուծված, հիմա այս ճանապարհը, որ իրար հետ գնում եք, դեռևս ժամանակ կա, որպեսզի այդ մեկի հետ ինչ անես, հաշտվես, որպեսզի չհասնեք դատարան, որտեվ եթե հասակ դատարան, այլևս հետ ճանապարհ, այլ ճանապարհ չկա, վերջ։ Ատյանի առաջ ես կանգնելու, նույնը նաև հրեաներն ունեին, որ եթե ինչ որ մի հարց կար, չլուծված խնդիր, պարտք, ինչ որ պահանջ, մարդը իրավունք ուներ գնալու Սինեդրոնի Ատյանի առաջ, որ արդեն իսկ ասեցի բաղկացած էր 70-ից ավել անդամներով, ու հրավիրում էին այդ դիմացինին։ Ու այս ընթացքը նորից սա ճանապարհ էր։ Ու այնպես չէր, որ գնում էին գաղթու։ Շատ դեպքերում խոսակցություններ գնում, ասում էր՝ «Տես, եղբայր, քույր, եթե հարցին հիմա լուծումը չես տալի, ես գնում եմ Ատյանի առաջ, Սինեդրոնի առաջ այս ամեն ինչը ներկայացնելու եմ»։ Եվ նորից այս ընթացքում եթե հնարավորություն լիներ, ինչ պետք է արվեր, ասում է շուտ արա։ Շուտ արա այս հարցին լուծումը տուր, որտեվ դու ինքդ էլ գիտես, որ սխալ ես։ Խնդիր կա, հարց կա, պարտք կա, այդ պարտքը պետք է լուծես։ Այդ պարտքի հարցը պետք է տաս։ Մի ուղղակի ականջիդ հետև գցի ասի, դե բարեկամ, դե հարազատ, ասեն կանան չէ, տենց մտածեին, նույն գյուղի շրջանակում ենք, դե ոչինչ, հիմա թող ընդունի, թող հասկանա, հասկանում եք, խնդիրը սրանում չի։ Խնդիրը խոսելու մեջ է, այսինքն քայլ անելու մեջ է, նույնիսկ եթե սենց իրավիճակ է, ինչ որ հարցերում դեռևս անհասկացողություն կա, ինչ որ վիճակներ կան, որոնք որ լուծված չեն, ինչ արա, գնա պարզ խոսի, իրավիճակդ ներկայացրա։ Որպեսի հարցը չգնա հասնի Ատյանին, որտեվ եթե այնտեղ հարցը հասավ, այլևս հետ ճանապարհ չկա։ Վերջ։ Արդեն այդ 70 հոգին քննելու են ու ըստ օրենքի շատ հստակ ինչ են անելու, պատժի են ենթարկելու։ Դա համար եթե ինչ որ հարցեր կա, փորձեք ինչ անեք, ձեր մեջ լուծեք։ Խնդիր կա, ասեք, մի փոքր էլ սպասի, այս խնդիրը կա կամ այս հարցը կարի ինչ որ կերպով հարցի լուծումը տանք։ Ինչ ենք անում, բայց շատ դեպքերում մենք մեր սովորական կյանքում նորից սկսում ենք ոչ ճիշտ վերաբերմունք ցուցաբերել։ Մեկս մյուսի նկատմամբ, նորից անտարբեր ենք։ Ասում ենք դե ոչինչ, հիմա թող ընդունի, թող հասկանա։ Հասկանում եք, այս ամեն ինչը հասկանում եմ, բայց ձեր կողմից քայլեր պետք է լինի։
ձեր կողմից ազնիվ կերպով քայլեր պետք է լինի, որ ազնվություն լինի, որ գնաք ու ասեք, այո, սենց ենք պայմանավորվել, բայց ինչ պատճառներից ելնելով չի ստացվում։ Ներիր եղբայրս, ներիր քույրս, փորձենք հարցը ուրիշ ձև տեսենք ոնց կարանք լուծենք, ոնց կարանք այս հարցին լուծում տանք։ Մեղավորը դու ես, դու պետք է այդ քայլը անես, դու պետք է ընթացք ունենաս, որպեսզի հարցին լուծում տաս։ Իսկ եթե խնդիրը Աստծո հետ է, նորից այս ժամանակահատվածը, որ ապրում ենք, դրա համար է տրված, որպեսզի խնդրենք, որպեսզի Տերը մեզ ինչ անի, ների, որտեվ եթե արդեն մահացանք ու Աստծո առաջ կանգնեցինք, արդեն ուշ է, հետ ճանապարհ չկա, վերջ։ Աստծո ացյանի առաջ կանգնեցիր, վերջ։ Այս ժամանակը տրված է դրա համար, որպեսզի ներում խնդրենք, որպեսզի խնդրենք, որպեսզի Տերը մեզ հաշտություն տա իր հետ։ Դրա համար Հիսուս մահացավ, որպեսզի ես եւ դու հնարավորություն ունենանք հաշտվենք Աստծո հետ։ Առաջի Հովանու առաջի գլուխ 7-10 համարներն եմ ուզում ընթերցենք։ Առաջի Հովանու 1 7-10 համարները։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, հիմա ուշադրություն դարձրեք։ Հովանես հենց ամենասկզբից առանձնացնում է, ասում է, եթե լույսի մեջ եք քայլում, լույսի մեջ քայլել ինչ է նշանակում։ Աստծո ճշմարտության, Աստծո մեջ քայլելու, որտեվ Հիսուս Քրիստոս ինքն է այդ ճշմարիտ լույսը։ Եթե Տիրոջ մեջ ես, Տիրոջ ճշմարտության մեջ ես քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ։ Եվ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում եւ մեր մեջ ճշմարտություն չկա։ Այս խոսքերը ում են վերաբերում, անհավատին թե հավատացյալին։ Հավատացյալներին է վերաբերվում, որ Հովանեսը զգուշացնում է, որ ասում է, ձեր կյանքում, այո, Տեր Հիսուս Քրիստոս ձեր բոլոր մեղքերը ներել է խաչի վրա։ Բայց դա չի նշանակում, որ ես այսօր մեղք չեմ գործում, դա չի նշանակում, որ եթե մեղք գործեցի, պետք է լուռ մնամ։ Դա նշանակում է ինչ պետք է անեմ, իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ ու արդար է մեր մեղքերը ներելու մեզ եւ մեզ մաքրելու ամեն անիրավությունից։ Այսինքն թեև որպես հոգեվոր մեղք գործեցի, ինչ պետք է անեմ, պետք է խոստովանեմ, որպեսզի Տերը մաքրի, որպեսզի իմ ու Տիրոջ հարաբերության մեջ խոչընդոտ չլինի, որպեսզի իմ աղոթքի մեջ խնդիր չունենամ։ Ես կարիք ունեմ ամեն օր խոստովանելու մեղքերս, հաշտվելու։ Եթե դիմացինի նկատմամբ եմ մեղքը գործել, գնամ դիմացինից նախ եւ առաջ ներողություն խնդրեմ եւ նաեւ մոտենամ, Աստծուց էլ ներողություն խնդրեմ, որտեվ խնդիրը մենակ մարդ հարաբերության մեջ չի, խնդիրը նաեւ իմ ու Աստծո հարաբերության մեջ է նաեւ, որովհետեւ ինչպես որ դիմացինը պետք է ինձ ների, նույնպես եւ կարիք ունեմ Տիրոջ առաջ ներում խնդրելու։ Եթե ասենք, թե մեղք չեն գործել, երկրորդ անգամ նույն բանն է կրկնում համարյա։ Նրանց ստախոս ենք անում եւ նրա խոսքը մեր մեջ չի։ Եթե հայտարարենք, որ ասենք, որ մենք ամենասուրբն ենք, կարիքը չունենք այլևս մեղքեր խոստովանելու, ուրեմն մեր մեջ խոսքը չի բնակվում, ուրեմն Տիրոջինը չենք։ Դրա համար այո, թեև սխալվում ենք, թեև տկարանում ենք, թեև սխալ վարք ենք ունենում, Աստծո խոսքը մեզ քաջալերում է, ասում է ինչ արեք, լուռ մնացեք։ Ամեն մեկը ձեր տեղում մտածեք դիմացինն էր սխալ, չէ, գնացեք քայլ արեք։ Ներում խնդրեք, հարցին լուծում տվեք, որտեվ այս պայծրությամբ շատ հստակ երկրորդ իրավիճակը ցույց է տալի, որ դուք սխալ եք, մեղավոր եք, մեղավոր եք ոչ թե այդ մարդու նաև առաջ, այլ նաև Աստծո առաջ։ Գործք առաքելոց երկրորդ գլխում 36-ից 38 համարների մեջ Պետրոսը հետևյալ խոսքերն էր ասում. Արդ Իսրայելի ամբողջ տունը թող վստահաբար իմանա, որ Աստված նրան եւ Տեր եւ օծյալ ասեց, այն Հիսուսին, որին դուք խաչը հանեցիք։ Ում մեր խոսքը ուղված։ Բոլոր Իսրայելին։ Հասկանում եք, փարիսեցիների համար լսել, որ իրանք մեղավոր են, որ իրանք մարդասպան են, սա արտառոց մի բան էր։ Ահավոր մի բան էր իրանք պատկերացման, որտեվ այդ ձևի մեկը պետքա քարկոծվեր մի անգամից։ Այստեղ Պետրոսը չի վախենում ու կանգնում ասում է. Եվ նրանք լսեցին այս
իրենց սրտերում զղջացին եւ Պետրոսին ու մյուս առաքյալներին ասցին. «Ինչ պիտի անենք, եղբայրներ»։ Ուշադրություն դարձեք, նորից այդ եղբայրներ տերմինն է օգտագործում, որը որ հոգևորի մասին չի խոսքը գնում։ Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեք եւ ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի եւ դուք Սուրբ Հոգու պարգևը կստանաք»։ Երկու իրավիճակ։ Եթե Աստծո հետ հաշտ եմ արդեն իսկ, նաեւ պետք է հաշտ լինեմ ում հետ, բոլոր մարդկանց հետ պետք է ձգտում ունենամ, որտեվ սա է Տիրոջ պատվերը։ Եթե Աստծո հետ հաշտ չեմ, ժամանակից շուտ ինչ պետք է անեմ։ Պետք է խնդրեմ, որպեսզի Տերը ների։ Պետք է խնդրեմ, որպեսզի ողորմի, որտեվ եթե կյանքս ավարտվեց, թե աչքերս փակեցի, Աստծո առաջ կանգնեցի արդեն ուշ ալնելու ժողովուրդ։ Պետք է ապաշխարենք, դարձի գանք եւ նաեւ դրանից հետո մկրտվենք։ Ի վկայություն նրա, որ Տեր Հիսուս Քրիստոս ներել է մեր մեղքերը ու իր շնորհքի տակ ենք։ Դե համար ամեն դեպքում որպես եկեղեցի, որպես հոգևորներ պետք է ձգտենք հաշտության, գուցե նաեւ ինչ որ իրավիճակներում, եթե նույնիսկ մենք մեղավոր չենք։ Մեր կողմից լավագույնը պետք է անենք, որպեսզի դիմացինի հետ հաշտվենք։ Երկրորդը, եթե մեղավոր ենք, եթե սխալ ենք արել, առավել եւս պետք է ձգտենք այդ հաշտության։ Ու նաեւ պետք է խնդրենք, որպեսզի Տերը ինքն էլ մեզ ներում տա, որ իր առաջ սուրբ ու անարատ կանգնենք։ Քայլենք այնպես, ինչպես որ ինքն է կամենում, որտեվ ինքը մեզ փրկեց, ինքն է մեզ առաջնորդում եւ ինքն էլ մեզ սրբագործում։ Ոստի խոստովանեք ձեր մեղքերը, Աստծո առաջ կանգնեք ու աղոթք արեք իրապես։ Խնդրեք, որպեսզի Տերը ցույց տա արդյոք գուցե ինչ որ մեկին, ինչ որ մի փոքր հարցում, ինչ որ մի խնդրիում ինչ եմ արել, վիրավորել եմ, նեղացրել եմ, ինչ որ հարց կա, անհաշտություն կա, անհասկացողություն կա։ Մի քիչ նրբանկատ եղեք, չոր կոպիտ մի եղեք, ինչի որտեվ փող հարաբերությունների մեջ չոբանների նման ենք, էլի կներեք այս արտահայտությունը։ Շատ չոր կոպիտ, sense տապորով վերցած փրթում ենք աչ ու ձախ։ Մի քիչ զգուշ լինենք, էլի Աստված մեզ հետ տենց չի վարվում, ժողովուրդ։ Ուրեմն պետք է հաշտության ձգտենք մեկս մյուսի հետ, առավել եւս եկեղեցում, եկեղեցուց դուրս մարդկանց հետ, մեր փոխհարաբերությունների մեջ, ընտանիքում կին, ամուսին փոխհարաբերությունների մեջ, երեխաների հետ կապված եւ առավել նաեւ պետք է ներում խնդրենք Աստծո առաջ, որպեսզի Տերը մեզ ների, որպեսզի մեր աղոթքը, մեր ընթացքը ուղիղ լինի իր առաջ։ Եկեք աղոթենք, աղոթքով վերջացնենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ մեզ ներել ես ու ողորմել ես։ Շնորհակալ ենք, որ քեզանով կյանք ունենք, Տեր, եւ այն դատապարտությանը, որ մենք արժանի էինք, Տեր, դու ըստ արժանավորինս չտվեցիր, այլ ողորմություն ցույց տվեցիր, Տեր։ Ողորմեցիր, ներեցիր, սրբեցիր, Տեր, եւ հիմա կարող ենք գալ քո առաջ, Տեր։ Կարող ենք աղոթել եւ վստահ լինել, որ միջնորդ ունենք, որը որ բարեխոսում է մեզ համար։ Տեր, ների՛ր, որտեվ մեղավոր ենք։ Ամեն պահ, ամեն վայրկյան մեր մտքերով, մեր խոսքերով, մեր քայլերով, Տեր, եւ մինչեւ հիմա պայքարում ենք այս մեղավոր աշխարհում, մեղավոր մարմնի դեմ, Տեր։ Մեր ցանկությունների, մեր մեղքերի դեմ, Տեր։ Ու խնդրում ենք, որպեսզի դու ուժ տաս, դու կարողություն տաս հաղթահարելու։ Օգնես, որպեսզի խոսքիդ մեջ աճենք, որպեսզի կարողանանք հաղթահարել, Տեր։ Ների՛ր, որտեվ շատ անգամներ քեզ ենք նեղացնում, Տեր։ Եվ նաև մեր շրջապատին ենք նեղացնում։ Օգնի, որ ձգտենք հաշտում, ձգտենք հաշտվելու, ձգտենք ամեն իրավիճակներում Տեր Աստված խաղաղություն բերելու։ Ինչքան որ մեզանից հասնում է մեր ձեռքերում է, Տեր։ Ներենք նրանց համար, ովքեր որ մեզ նեղացնում են։ Աղոթենք նրանց համար, ովքեր որ մեզ անիծում են։ Որտեվ դա ես դու կամենում, Տեր։ Եվ սա ոչ թե թուլություն է, այլ Տեր, քեզանից առած զորությամբ կարող ենք անել, որտեվ մարդկայնորեն դրա ուժն ու կարողությունը չունենք, Տեր Աստված։ Որտեվ մեր ներքին այդ կարծես արդարությունը, մեր հպարտությունը թույլ չի տալիս խոնարհվելու։ Թույլ չի տալիս ընդունելու այն, ինչ որ մենք քեզանից ենք ամեն պահ ընդունում, ողորմություն, սեր,
Այո, ամեն բան քո ձեռքերում է Տեր, եւ դու ամեն մեկին իրեն ժամանակին հանդերձ հատուցումը տալու ես Տեր։ Ուստի վրեժը քո ձեռքերում է Տեր։ Դու վեր առ ամեն մեղք, ամեն բաժանում, որ կա մեր եկեղեցում, եւ օգնի, որ խաղաղության մեջ լինենք։ Թե եկեղեցում, թե տանը, թե հասարակության մեջ, թե հարևանների շրջանակում, ամեն իրավիճակում, ինչի որտեվ դու ես դրա մեջ մեզ կանչել։ Ուստի փառավորվիր ամեն ինչում Տեր, ու դու մեծարվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։